Ողջույն, ես Նորա Եղիանն եմ, Փյունիկ կանանց ակումբի ավագը։ Նորա ջան, կասես, թե ինչպես սկսվեց քո ճանապարհը ֆուտբոլում։ Իրականում ես մանկուց խաղացել եմ Բաքում ֆուտբոլ։ Շատ եմ երազել կանանց ֆուտբոլի մասին, երբեք չեմ պատկերացրել, որ Հայաստանում կա աղջիկների ֆուտբոլ։ Այդպես ես հիմնականում տղաների հետ էի Բաքում խաղում ու հայրիկիս ընկերը ինքն էլ ֆուտբոլի մարզիչ է, հայրիկիս անդադ ասում էր, այս աղջիկը կարա էլի, ինչի չեք տանում կանանց ֆուտբոլ։ Մի խոսքով, ծնողներս էլ չէին պատկերացնում, որ ես մի օր կդառնամ ֆուտբոլիստ, բայց իմ մեջ իրոք տեսնում էին։ Մի խոսքով, այդպես հայրիկիս ընկերը համոզեց, բայց ծնողներս դեմ չեղան, երբեք չեն եղել դեմ։ Ու տենց առաջին անգամ 12 տարեկանից եմ սկսել զբաղվել ֆուտբոլով։ Ու առաջին մարզիչս եղել է Լիանա Հրապետյանը, իր շնորհիվ եմ հասել այս բարձունքներին իրականում։ Իրան եմ շնորհակալ։ Այդպես 12 տարեկանից մինչև այսօր զբաղվում եմ սպորտով, բայց պրոֆեսիոնալ ավելի սկսել եմ զբաղվել մի քանի տարի հետո, որովհետև կանանց ֆուտբոլը այն ժամանակ ավելի բարդ էր, ավելի չէին ընդունում կանանց ֆուտբոլը։ 14 տարի արդեն զբաղվում եմ ֆուտբոլով, շատ դժվարությունների եմ բախվել իրականում, քանի որ ինչքան դու սկսում ես արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել, այնքան սկսում են բարդությունները, թե վնասվածքների առումով եւ թե հաղթանակների պարտությունների առումով բավականին մեծ ճանապարհ ես անցնում ու պետք է ուժեղ լինես, որպեսզի հաղթարես յուրաքանչյուր խնդիր։ Մանկության տարիներին ով կամ ինչն է քեզ ոգեշնչել ֆուտբոլով զբաղվելու հարցում։ Ոգեշնչման աղբյուրը ինքս ինձնով եմ ոգեշնչվել իրականում, ես միշտ զգացել եմ, որ իմ մեջ կա այդ ֆուտբոլի հետ հանդեպ սերը, բայց իհարկե միշտ ծնողներիս աջակցությունն է ինձ թույլ տվել, որ ես իրոք այսքան առաջ գնամ ու հասնեմ այս ամենին, ինչը որ ես հիմա ունեմ։ Իսկ ինչ դժվարությունների կամ արտարավերների ես բախվել մարզական կարիերայի ընթացքում։ Դժվարությունները առաջինը կարծրատիպն է եղել Հայաստանում։ Փառք Աստծո, այս պահին բավականին դրական են արձագանքում կանանց ֆուտբոլին։ Առաջինը այդ, հետո ակումբային խաղերը շատ քիչ էին, մենք շատ դժվար ճանապարհ ենք իրականում անցել, մենք իրականում այն ժամանակ գումար չունեինք, որպեսզի գայինք ֆուտբոլի։ Մենք ձմռանը վարձում էինք ինչ-որ դահլիճներ, որպեսզի մենք կարողանանք մարզվենք։ Իրոք մի պահ կար, որ մենք կանանց ֆուտբոլը արգելված էր Հայաստանում, այսպես ասած, բայց մենք չհուսատվեցինք, մենք պայքարեցինք մեր մարզիչի հետ ու այդ ժամանակ շատ փոքր էինք, իսկ յուրաքանչյուր փոքր աղջիկ կուզենա իր երազանքներին հասնի ու մենք չհանձնվեցինք ու միջև էր գնացինք։ Քեզ համար ինչ է նշանակում լինել Փյունիկի կանանց թիմի ավագ։ Փյունիկ կանանց թիմի ավագ լինելը ինձ համար գերագույն հաճույք է, ինձ համար պատիվ է։ Ես շատ ուրախ եմ, որ ես այս թիմի մի մասն եմ կազմում։ Լինել թիմի ավագ դա շատ մեծ պատասխանատվություն է, դու պետքա քո անձից վեր դասես թիմը, պետքա ամեն ինչ դնես մի կողմ ու թիմիդ կողքին լինես, թե ֆուտբոլում, թե ֆուտբոլից դուրս 24 ժամ դու պետքա աղջիկների կողքին լինես։ Իսկ ավագի պատասխանատվությունը որտեղ ավելի բարդ, խաղադաշտում թե խաղադաշտից դուրս։ Ընդհանրապես ավագի գործը շատ դժվար է իրականում, որովհետև պետքա կարողանաս կառավարել քո էմոցիաները, թե դաշտում, թե հանդերձարանում։ Ամենտեղ պետքա ավագը նախ օրինակ ծառայի ու կարողանա ճիշտ դրսևորի իրեն, որովհետև բոլորը նայում են ավագին ու համ ուժեղանում են ավագից, համ թուլանում են։ Դրա համար մենք ավագները իրավունք չունեն թուլանալու։ Ինչպես բնութագրես աղջիկների թիմում տիրող մթնոլորտը։ Աղջիկների մթնոլորտը իրականում ընդհանրապես տարբերվում է տղաների ֆուտբոլից, բայց շատ ընտանեկան է, շատ ջերմ է։ Մենք իրականում կան աղջիկներ, որոնք մի 10 տարի կլինի, որ իրար ճանաչում ենք եւ ավել, ու կարելի ասել ընտանիքի պես ենք։ Մենք շատ հաճախ մարզումներից հետո էլ մենք հավաքվում ենք, զվարճանում ենք։ Մենք միայն ֆուտբոլով չենք ապրում, ֆուտբոլից դուրս մենք լավ ընկերներ ենք, կարելի ասել քույրիկներ։ Ինչն ամենաշատը միավորում եւ մոտիվացնում Փյունիկի աղջիկներին։ Լավ մթնոլորտը։ Մենք շատ ընկերասեր ենք, շատ մարդամոտ ենք։ Մենք դրսից էլ լինում են խաղացողներ, որ միանում են մեզ, օգնում են։ Իրանք էլ շատ դժվարությամբ են հեռանում մեզանից, որտեղ մեր մթնոլորտը շատ ընտանեկան է, շատ ջերմ է։ Իսկ քո կարծիքով ինչպես է զարգանում այսօր կանանց ֆուտբոլը Հայաստանում։ Կանանց ֆուտբոլը համեմատած մեր տարիների հիմա շատ լավ է, ուշադրությունը ավելի սևեռված է կանանց ֆուտբոլի վրա, բայց մեր ակումբը ավելի շատ է աջակցում մեզ, մեր ղեկավարությունը շատ է աջակցում մեզ, շատ է ոգևորում, ինչը մեզ ավելի է մոտիվացնում։ Ինչ քայլեր կամ պայմաններ են ըստ քեզ անհրաժեշտ կանանց ֆուտբոլի զարգացման համար։ Դե զարգացնելու համար նախ կարելի է առաջնությունում շատ քիչ են թիմերը,
որտեվ եթե մենք ուզում ենք արդյունքի հասնենք, մենք պետքա բավականին շատ խաղեր խաղանք, բայց մեր առաջնությունում իհարկե շատ քիչ են թիմերը, դա մեզ խանգարում, որպեսզի ավելի բարելավենք մեր վիճակը։ Ու այդ իսկ պատճառով մենք հիմնականում հավաքներով ենք փորձում ստաբիլացնենք այդ ամեն ինչը։ Հավաքի մասին էլ մի փոքր անդրադառնանք։ Ձեր հավաքի մեկնարկը փետրվարին արդեն տրվել է, այս մասով էլ կմանրամասնեք։ Իհարկե, 6-ից 14-ը մենք ունենք հավաք։ Հավաքի ունենալու ենք մեկ ընկերական հանդիպում վրացական Դինամո Սոխումիի հետ։ Իրենց հետ ուժերը մեր չափելու ենք։ Սա շատ կարևոր շրջան է մեզ համար իրականում։ Կատարելագործվելու թե ֆիզիկապես ու թե տակտիկապես։ Ու այս հավաքի բուն նպատակը շեշտը այն է, որ մենք ավելի պատրաստված ու ներկայանալի տեսք ունենանք Չեմպիոնների լիգայում։ Իհարկե չմոռանալով ներքին առաջնության մասին, որտեղ մենք շատ կարևորություն ենք տալիս մեր ներքին առաջնությանը, չենք մոռանում, որ մենք կարևոր հանդիպումներ ունենք։ Անցած տարի Չեմպիոնների լիգայում մենք հաջողություն գրանցեցինք, մենք մեկ հաղթանակ ունեցանք, մենք պատմություն ենք կերտել իրականում մեր թիմով, որտեղ Հայաստանի կանանց թիմերում չի եղել տենց ակում, որպեսզի Չեմպիոնների լիգայում հաղթանակ ունենա, բայց մենք չենք սահմանափակվել դրանով, մենք ուզում ենք, որ այս տարի միասին երկար ճանապարհ անցնենք Չեմպիոնների լիգայում, ու այս ամենի հետևում կանգնած է մի ամբողջ թիմ, մեկ ընտանիք, ովքեր աջակցում են, ովքեր օր ու գիշեր աշխատում են, որպեսզի մենք հասնենք հաջողության։ Թե մարզչական անձնակազմը, թե բժշկական անձնակազմը եւ ամենակարևորը մեր ղեկավարությունը մեզ շատ է աջակցում տարբերություն յուրաքանչյուր ակումբների։ Եվ վերջին հարցը, ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ցանկանում են զբաղվել ֆուտբոլով, բայց դեռ վախենում են։ Բոլոր այն աղջիկները, ովքեր վախենում են, պետք է վախերը հանեն, պետք է հավատան իրենց ու երբեք չհիասթափվեն, չհուսահատվեն ոչ մի դժվարությունից։ Եթե դու սիրում ես, ոչ մի բանի առաջ չես կարող կանգ առնել։ Ոչ ոք քեզ չի կարող կանգնեցնել։ Մարզումից հետո միասին մնալ, թե տուն գնալ։ Միասին մնալ։ Գոլ խփել, թե գեղեցիկ գոլային փոխանցում անել։ Գեղեցիկ գոլային փոխանցում։ Արագություն, թե տակտիկա։ Տակտիկա։ Լսել թիմակիցներին, թե արագ ինքնուրույն որոշում կայացնել։ Լսել թիմակիցներին։ Սխալ անելու շարունակել, թե ռիսկի չդիմել։ Չէ, ռիսկի դիմել։ Մի գոլ, բայց գեղեցիկ, թե շատ գոլ, բայց սովորական։ Չէ, մեկ գոլ գեղեցիկ։ Էդի տպավորվում է։ Մրցակցի անարդար խաղից բարկանալ, թե արհամարել եւ շարունակել խաղը։ Չէ, արհամարել եւ շարունակել խաղը։ Ավելի Չինը Հայաստանի չեմպիոնի կոչումը, թե Չեմպիոնների լիգայում առաջին հաղթանակը։ Չեմպիոնների լիգայի առաջին հաղթանակը։ Ստեսյուն ձեր հետ նորաներ։